կազմակերպվի, առաջին հարցը եւ ամենակարևոր հարցը դա նոր խաղացողների, նոր ուժերի քաղաքական դաշտ մուտք գործելն է, որովհետեւ եթե մենք նոր ցիկլը ուրեմն խորհրդանական մտնելու ենք նույն տրամաբանությամբ, այսինքն ներկաներ նախկիներ տրամաբանությամբ, ես կարծում եմ դա ճանապարհը դեպի ոչ մի տեղ, որովհետեւ մենք ունենալու ենք նորից խորհրդարան, որում քաղաքական օրակարգ չի ձևավորվում։ Այսօրվա խորհրդարանում քաղաքական օրակարգ չի ձևավորվում։ Հայաստանի Հանրապետության վարչապետը ինչ-ինչ օրակարգեր ձևավորում է, դրանք խորհրդարանից դուրս քննարկվում են, չգիտեմ, լավ կամ վատ գնահատականներ արժան, բայց խորհրդարանում միակ դրա արձագանքը թուրքն է։ Դավաճան, թուրք, հողատու այդ խոսույթն է։ Հիմա ընդ որում խորհրդարանում էլ դրան որևէ այլընտրանք օրակարգ չի ձևավորվում։ Ու ստացվում է մի հատ իրավիճակ, որ խորհրդարանում քաղաքական խոսակցություն, քաղաքական օրակարգ չի ստացվում։ Հիմա սա պետք է բացառել հաջորդ խորհրդարանում, եւ դա բացառելու ես մենակ այս պայությամբ մի տեխնիկապես անգամ մի ճանապարհ եմ տեսնում, դա ուրեմն նախկինում այդ կեղտոտ կապիտալի հանցավոր սխեմաների հետ կապ չունեցող քաղաքական ուժերի միջև լայն դաշինքի ձևավորումն է։ Դրա այսպես սաղմները մենք տեսել ենք այդ երեք ուժերի ուրեմն միջև հանուն հանրապետության եւ եվրոպական, սակայն ինչ որ ես եմ խոսում ավելի լայն ուրեմն համատեքստի մասին է,